Գործի շրջանակներում ձեզ երբեք չեն կանչել։ Չէ, առաջին անգամ եմ։ Առաջին անգամ է եւ ամեն ինչ լավ կլինի։ Այլ ասում, Գեղարդը տեղում է, արդյոք դա իրական Գեղարդն է, թե կոպիան է, այսպես ասած, որ մասն է բացակայում։ Ես բացակայում։ արդեն այնքան եմ պատասխանել, որ հիմա մեկ անգամ էլ պատասխանել։ Գեղարդ անխաթար, անվնաս, ապահով, անվտանգ, մայրաթոր Սուրբ է չմիացնում է։ Այն ամենը ինչ որ ասվում է, սուտ է, զրպարտություն է եւ ես չգիտեմ ինչու են այդ ամենը շրջանառում։ Բայց ինչ որ մի բան նվիրվել է, չէ, ռուսովախարույթը։ Եկեք ես ասեմ, որ կարճ լինի, էլի։ Կներեք, ուղղակի ոնց որ էպիկենտրոնում հայր ասում։ Դարեր շարունակ քրիստոնեական եկեղեցիները իրար մասունքներ նվիրել են, նվիրում են եւ նվիրելու են։ Մեր հետ կապված է։ Եվ դա բացառապես եկեղեցու իրավունքն է եւ որևէ մեկը այդտեղ ասելիք, անելիք չունի։ Եկեղեցին որոշում է, եկեղեցին նվիրում է, բայց եւ եկեղեցին գիտե, թե ինչ է նվիրում, ինչպես է նվիրում եւ այդ ամենի արդյունքում ինչպես է անխաթար մնում սրբությունը, որը առաջին դարից պահվել է հայոց աշխարհում։ Եվ ամբողջ քրիստոնեական աշխարհը գիտի, որ Հայաստանում կա Աստվածամուխ Սուրբ Գեղարդ, որը անխաթար է, անվնաս է եւ մշտապես Սուրբ է չմիացնում է եւ այնտեղից չի դուրս բերվում։ Նվիրել ենք պաշտոնական հաղորդագրությունը կամ այրաթորից, որ մենք նվիրել ենք։ Մենք այդ մասին խոսել ենք դեռևս 2018 թվականին, երբ որ եկեղեցու այդ նվիրաբերությունը չարանենք կերպով շրջանառության մեջ դրվեց, այդ առնչությամբ մենք մեր բացատրությունը տվել ենք, այսինքն ինչն է Գեղարդի, մենք նվիրել ենք ընդհանրապես Գեղարդի մանրակերտը եւ այդպիսի մանրակերտ կարող է գնել ցանկացած ուշանվերային խանութում եկեղեցու տարածքում։ Հայր ասողիկ, դուք այլ մեկնաբանության մեջ ասում եք կոթարից փշուր, հիմա դուք ասում եք մանրակերտ։ Այո, մանրակերտը Գեղարդի մանրակերտը նվիրաբերվել է, որի մեջ զետեղվել է փշրանքը կոթարի միջից դուրս բերված, որը չի խաթարել Գեղարդի ամբողջականությունը եւ պատմական տեսքը։ Իսկ կոթարի միջից դուրս բերելը դա չի նշանակում Գեղարդը մասնատել, Գեղարդը կտրել եւ այլն, ինչը որ շատ դատապարտելի կերպով շրջանառվում է։ Եվ ում ենք նվիրել, դա էլ ասեք, որտեղ երկու նվիրել ենք ռուս ուղղափառ եկեղեցու պետին Ալեքսի Պատրիարքին նրա ծննդյան 75-ամյակի առիթով եւ այսօր այն պահվում է ռուս ուղղափառ եկեղեցու Սուրբ Կոստանդին, Սուրբ Հեղինե Մենաստանում։ Եւ պահվում է Գեղարդի մանրակերտը, արծաթյան մանրակերտը, որի մեջ այդ փշրանքն է զետեղված։ Փշրանքը քանի գրամ է։ Գիտեք, ես այդ հարցերին չեմ կարող պատասխանել, որտեղ դրանք արդեն անհեթեթ հարցեր են։ Դա փշրանք է։ Փշրանք է։ Դե սրբության դեպքում փշրանքն էլ է սրբություն, չէ՞։ Այո, բնականաբար, եւ այդ սրբությունը միայն մեր եկեղեցու սեփականությունը չէ, դա համաքրիստոնեական սրբություն է։ Պարզապես Աստծո ողորմությամբ դարձել է հայ եկեղեցում պահվող սրբությունը, բայց այն միայն հայ քրիստոնյաներին չի պատկանում, այն պատկանում է ամբողջ աշխարհի քրիստոնյաներին։ Հետևաբար մեր եկեղեցին ինչպես 18-րդ դարում Նոյան Տապանի Բեկորը նվիրաբերել է ռուսաց կայսրուհուն, ինչպես Վազգեն Վեհափառը Եթովպիայի կայսերն է նվիրաբերել Սուրբ Թադեոս Առաքյալի մասունքը, ինչպես Գարեգին առաջին Վեհափառը Սուրբ Անդրեասի մասունքը նվիրաբերել է Ալեքսի Պատրիարքին, այնպես էլ Գարեգին II կաթողիկոսը իր լիակատար իրավունքով իր եկեղեցու սուրբ մասունքներից ցանկացած անձի, լինի աշխարհական, եկեղեցական, կարող է նվիրաբերել։ Դա եկեղեցու հովվապետի բացառիկ եւ լիակատար իրավունքն է։ Որևէ մեկ այստեղ իրավունք չունի ձայն անգամ արձակելու։ Եվ այս քրեական վարույթի ակտիվացումը կապում եք վերջին իրադարձությունների հետ։ Ես չեմ կարող որևէ բան ասել։ Հրավիրել են, մենք էլ սիրով եկել ենք։ Վկայի կարգավիճակ։ Այո, ինչպես ասած, տիկին փաստաբան։ Հոգեվորականին հետ կապված այլ գործեր էլ կան։ Դուք որևէ այլ գործով հրավիրվել եք, թե առաջին անգամ։ Ես առաջին անգամ եմ հրավիրվել։ Շատ